Sizlerin sergilediği dayanışmanın 1/10 Անդամակցություն միգրանտներ հարցերի ֆոնին Եվրամիություն-Թուրքիա հարաբերություններում անվստահությունն աճում է։ Քաղաքական կուրսի լրջագույն փոփոխությունների ուրվագծերն ավելի հստակ են նկատվում։ Եվրախորհրդարանի խոշորագույն խմբակցությունների ԵԺԿ, սոցիալիստների եւ լիբերալների ղեկավարները Եվրամիությանը կոչ են արել անհապաղ դադարեցնել կառույցին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները։ Այստեղ ներկաների մեծամասնությունն է կողմ բանակցություններն այս պահին սառեցնելու որոշմանը։ Թուրքիայի առջև պետք է նախապայմաններ դրվեն եւ միայն դրանց կատարումից հետո կարող է նորից խոսք լինել բանակցությունների այս փուլին վերադառնալու մասին։ Սոցիալիստները պաշտպանում են այս առաջարկը, սակայն փոքրաթիվ ընդդիմախոսներից մեկը հենց այս խմբակցությունից է։ Եվրամիության արտաքին քաղաքականության գլխավոր պատասխանատուն Ֆեդերիկա Մոգերինին տարիներ շարունակ գլխավորել է Թուրքիային եվրոպական չափանիշներին հարմարեցնելու գործընթացը։ Եթե բանակցությունները դադարեցնելու որոշում կայացվի, կորցնելու բան կունենան եւ Թուրքիան, եւ Եվրամիությունը։ Եվրոպացի խորհրդարանականներն իրենց կտրուկ առաջարկը հիմնավորում են հեղաշրջման վերջին փորձից հետո Թուրքիայում մարդու իրավունքների զանգվածային խախտումներով։ Նրանց հաշվարկով 110,000 մարդ կորցրել է աշխատանքը, հետապնդվել, 36,000-ը ձերբակալվել։ Թեմայով ԵԽԶ զեկուցողը հավելում է, փակվել են բոլոր անկախ լրատվամիջոցները։ Ինչ որոշում էլ կայացվի, այս խորհրդարանի անդամները չեն կարող լռել, երբ տասնյակ հազարավոր մարդիկ զրկվել են իրավունքների պաշտպանության բոլոր միջոցներից։ Թուրքիայի նախագահն արդեն արձագանքել է եւ ուշագրավ է, որ Ստամբուլում սկսված իսլամական համագործակցության երկրների տնտեսական բլոկի հանդիպման ժամանակ։ Yarın Avrupa Parlamentosu'nda Ես սա ասում եմ նախապես, ինչ արդյունք էլ լինի քվեարկության ժամանակ, մեզ համար դա որևէ արժեք չունի։ Քվեարկությունը կկայանա այս շաբաթ, պաշտոնական Անկարան ավելի վաղ Եվրաինտեգրումից հրաժարվելու մարտահամարով էր սպառնացել։ ԵՄ անդամակցության համար Թուրքիան բանակցում է արդեն 53 տարի։ Անի Ավետյան, ժամը լրատվական։